2025 թվականի սեպտեմբերին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն առանձնացան Ռուսաստանի աննախադեպ միջամտություններով։ Ընտրություններից առաջ Ռուսաստանը կիրառել է բոլոր հնարավոր միջոցները իր համար ցանկալի ուժերի հաղթանակը ապահովելու եւ Մոլդովայի ընտրական գործընթացները առավելագույնս հեղինակազրկելու համար։ Մասնավորապես կիրառվել են տեղեկատվական եւ քաղաքական ազդեցության միաժամանակյա մեխանիզմներ, մեդիա հարթակների եւ սոցիալական ցանցերի միջոցով տարածվել են կեղծ հրապարակումներ, իրականացվել են ապատեղեկատվական արշավներ, որոնք ուղղված են եղել երկրի իշխանությունների, եվրոպական ինտեգրման գաղափարի ու ընտրությունների վարկաբեկմանը, նպաստելով հասարակության բևեռացման խորացմանը։ Զուգահեռաբար արձանագրվել են նաև ֆինանսական միջամտության փորձեր։ Ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժերի եւ անհատների կապերը ռուսական ֆինանսական կենտրոնների հետ բազմիցս հայտնվել են քննադատության թիրախում։ Ընտրողների վրա ազդեցություն գործադրելու նպատակով կիրառվել են նաև ուղղակի մեթոդներ, ընտրակաշառքի եւ բարեգործության տեսքով։ Այս առումով ակտիվ մասնակցություն են ունեցել Ռուսաստանում գտնվող մոլդովացի մեծահարուստները։ Ներգրավվել են նաև եկեղեցական որոշ շրջանակներ։ Մասնավորապես ռուսական կապեր ունեցող եկեղեցականներն իրենց ցանցերով, կապերով ու հեղինակությամբ նպաստում էին այս բոլոր գործողությունների կատարմանը, իսկ երբեմն հենց իրենք էին անձամբ այն իրականացնում։ Ռուսաստանը նաև իրականացրել է հաքերային հարձակումներ, փորձելով տապալել պետական կառույցների եւ ընտրական մարմինների կայքերն ու ենթակառուցվածքները։ Միջամտությունների այս շղթան համալրվել է ընտրությունների օրը ընտրատեղամասերում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերով, որոնք ստիպել են դադարեցնել ընտրական գործընթացը եւ ստեղծել խուճապային մթնոլորտ։ Ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից անգամ ներդրվել են կեղծ դիտորդներ, որոնք ընտրախախտումների մասին կեղծ ահազանգեր էին ներկայացնում, ստեղծելով կեղծիքների սխալ տպավորություն։ 2025 թվականի խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում դարձան Ռուսաստանի կողմից կիրառվող հիբրիդային ազդեցության դասական օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են տեղեկատվական, քաղաքական, ֆինանսական եւ տեխնոլոգիական գործիքները համակցվում ժողովրդավարական ներքին գործընթացների վրա ազդեցություն գործադրելու համար։ Իրազեկ քաղաքացիների միավորում։ Եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը եւ ցանկանում եք հետագայում եւս տեսնել այսպիսի նյութեր, կարող եք աջակցել մեզ նվիրատվությամբ։ Հղումը գտեք մեկնաբանություններում։